Գևորգյան օրեր առաջ դատարանը դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ որոշում կայացրեց մերժել ձեր դիմումը եւ ԽԽՎ մեկնելու կամոք։ Նախ ինչպես է գնահատում դատարանի այդ որոշումը։ Հայտարարություն ունեիք էլ, եթե կարելի է բովանդակություն։ Նայեք, ես հայտարարությունը քիչ հետո կհրապարակեմ, ըստ էության ավելի մանրամասն բոլորը կծանոթանան, բայց խնդիրը կայանում էր հետեւյալում։ Ամսի 27-ից մինչև ամսի 30-ը եւ այս օրերին արդեն Երևանից Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսել խորհրդարանական վեաժողովը Եվրոպայի խորհրդի եւ հավանաբար դուք արդեն գիտեք, որ բավականին հագեցած օրակարգով է եւ նաեւ հայկական օրակարգով է, որտեղ մի քանի հարց կար, որոնք առնչվում են նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Ես որպես պատվիրակության հիմնական անդամ նաև հետևելով ազգային ժողովի նախագահի նաև կարգադրությանը, որը ստորագրվել է ամսի 22-ին գործուման մասին, պատրաստվում եմ մեկնել աշխատանքներին մասնակցելու եւ այդ կապակցությամբ դիմել եմ դատարանին եւ նաև դիմել եմ հատուկ քննչական ծառայությանը, խնդրանքով թույլ տալ ինձ այս ժամանակահատվածում բացակայելով եւ ներկայացրել եմ համապատասխան փաստաթղթերը։ Ամսի 24-ին ես ստացել եմ մերժում դատարանի կողմից, մերժումը ընդամենը հետևյալն էր, որ ամսի 28-ին նշանակված է հերթական դատական նիստը, ձեր ներկայությունը պարտադիր է, ուստի խնդրանքը չի կարող բավարարվել։ Հաշվի առնելով կարևորությունը, որը ես տալիս է այս գործուղման, ես հիմա քիչ հետո կասեմ նաև ինչով է դա պայմանավորված, ես երկրորդ դիմումն եմ գրել դատարանին, ներկայացնելով նոր հանգամանքներ, ինչի է կարևոր իմ մասնակցությունը այդ խորհրդաժողովին։ Եվ կցել եմ նաև նոր փաստաթղթեր, այդ թվում նաև տեղեկանք, որը տրամադրել էր ինձ ազգային ժողովի նախագահը։ Երկրորդ դիմումն էլ է մերժվել ըստ էության առանց որևէ բացատրության։ Ընդամենը մեկ տող էր գրած, որ ձեր այս դիմումում բարձրացված խնդրին արդեն տրվել է լուծում։ Հիմա նայեք, մենք խորհրդարանական վեաժողովը դա զուտ մենակ պլենար նիստերը չեն։ Դա պատվիրակությունների լիարժեք աշխատանքն է տեղում։ Դու որպես խորհրդարանական ժողովի պատվիրակության անդամ Հայաստանի Հանրապետության ներգրավում ես առնվազն քաղաքական խմբերում, որտեղ պետք է քննարկումներ լինեն զեկույցների տարբեր հարցադրումների եւ նաեւ աշխատում ես հանձնաժողովներում համապատասխան։ Սա մեր պատվիրակության նոր պատվիրակության առաջի այցն էր եւ ըստ էության այնպես ստացվեց, որ հիմա դատավոր Դանիբեկյանի որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետության ընդդիմության ներկայացուցիչները այսօր այնտեղ չեն, անկախ ամեն ինչից, հասկանում եք իրավիճակ ընդհանրապես։ Հիմա կոնկրետ ես ինչ էի պատրաստում անել։ Սեսիայի ընթացքում, ինչպես նաև մեր ազգային ժողովում կա գլխավոր քարտուղարի հետ օրինակ հարց ու պատասխանի հնարավորություն։ Օրինակ ես պատրաստում եի գլխավոր քարտուղարի հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնել մեր գերիների հարցը։ Ինչ է անում Եվրոպայի խորհուրդը կամ անելու, որպեսզի շուտապույտ այդ մարդիկ հայտնվեն իրենց տներում, իրենց հայրենիքում։ Եվ նաև պատրաստվում էի անձամբ այնտեղ հասնել մարդու իրավունքների Հայաստանի պատրաստած երկու զեկույցները, որոնք նվիրված էին այդ թեմաներին։ Ըստ էության այսօր ես զրկված եմ այդ հնարավորությունը իրականացնելու եւ այդ զեկույցները տեղում տարբեր ներկայացուցիչների հետ խորհրդարանական վեաժողովի քննարկելու։ Ես ցանկություն եմ ունեցել տեղում փորձեմ հանդիպեմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, նաև այս հարցադրումը բարձրացնելով, շեշտադրումներ անելով եւ այլն։ Եվ բազմաթիվ այլ հարցեր են եղել եւ կան օրակարգում, որոնք ես պատրաստվում եմ այնտեղ քննարկել։ Հիմա հարց է առաջանում. Եթե դատարանը կարողանում է դատական նիստը հետաձգել, որովհետեւ ինքը պետքա գնա վերապատրաստումների, ինչով էր առաջնորդում դատարանը, որ ընդամենը մեկ շաբաթ կարար հետաձգեր այսօրվա նիստը, որպեսզի պատվիրակությունը լիարժեք կարողանար ներկայանալ խորհրդարանական վեաժողովին։ Նու հարցը, որի պատասխանը ես գիտեմ, անկեղծ ասած, թույլ տվեք հիմա չկիսվել, որովհետև համենայն դեպս այսօրվա դատավորի գործողություններն են, որոնք ձեր ներկայությամբ տեղի ունեցան, այդ հարցի պատասխանն է, որ մեր գործընթացը տեղի է ունենում ինչ որ անադեկվատության մթնոլորտում։ Ինչով է պայմանավորված այդ անադեկվատությունը, ես կասկածներ ունեմ, բայց թույլ տվեք հիմա չհրապարակայնացնել դրան։ Ձեր պաշտպանյանն ասաց, որ դատավորի գործողությունները միտված են նրան, որ դուք պաշտպան չունենաք դատարան։ Սա բողոքամիտ է եւ առաջին դեպքը չի, որ դատարանը ձեզ ընդհատում է ելույթ կամ հայտարարությունների հնարավորությունից զրկում։ Երկրորդ անգամ է արդեն, մի անգամ էլ նույն տիպի պատմություն եղավ, մոտ մի
քանի ամիս առաջ, դատարանը նույնպես զրկեց ինձ հնարավորությունից հայտարարություն անելու, սա արդեն երկրորդ դեպքն է, եւ ընդհանրապես դատավորի անհետևողականությունը մի քանի նիստ մի դիրքորոշում ասել, առաջնորդվել, հետո մի քանի նիստ հետո այդ դիրքորոշումը փոխել եւ այլն, այդ դեպքում մենք էլ չգիտենք, մենք ոնց պաշտպանվենք, այսինքն մենք ինչից պաշտպանվենք, կամ մենք ոնց մեր ռազմավարությունը եւ մոտեցումները դրսեւորենք եւ ձևավորենք, շարժվենք առաջ։ Ձեր աչքի առաջ այսօր Տիկին Սահակյանին առաջի անգամ, ասենց ասեմ, երկար քննարկումներից հետո այնուամենայնիվ մենք եկել ենք այս շատ բարդ որոշմանը, որ ունենալով այդ խնդիրը մարտի 1-ի գործի հանգամանքով, այնուամենայնիվ ինքը ներգրավի այս գործով։ Ու դա արվել է նաև արդարադատության շահերից ելնելով, որովհետեւ այսօրվա նիստը կայանար։ Ընդամենը ես կարայի իմ առարկությունը կամ հայտարարությունը ներկայացնել, ու մենք նիստը շարունակենք։ Դատավորը որոշում է կայացնում Տիկին Սահակյանի իրավունքների հետ կապված, չլսելով Տիկին Սահակյանի միջնորդությունը, կամ вообще ի՞նչ է նշանակում խոսափողը վերցրեք, մի տվեք, կամ առանց խոսափողի ձեր ձայնը լսելի է։ Ես անկեղծ ասած Աստված վկա չէի պատրաստվում որևէ գործողություններ իրականացնել միջազգային հարթակներում կամ հանրություններում, բայց դուք պատկերացրեք, հիմա եթե իմ գործընկերները Եվրոպայի խորհրդում, ասենք տարբեր հանձնաժողովներում եւ քաղաքական խմբերում այսօրվա դատավարության ձայնագրությունը լսեն կամ դիտեն, մեր մասին ինչ կարծիք են ունենալու։ Դատախազությունն էլ ասում է, որ ավելի շատ դուք եք այսպես անում, որ ձգձգվի դատական նիստերը, այսինքն դատախազությունն էլ ձեզ է մեղադրում, այսինքն ասում է պլանավորած գործողություններ է։ Դատախազության բնական ֆունկցիան է բոլորին մեղադրել։ Միանգամից եկեք ֆիքսենք, էլի, լավն ես անում, վատն ես անում, եկա իրանք պետք է մեղադրեն։ Այսինքն այդ տեսակետից եկեք բան չանենք, ես այդ բաներ չմեկնաբանեմ։ Ես գործընթացին նայում եմ շատ պարզ ֆորմալ տեսակետից։ Ես իրավունք ունեմ այդ գործողությունները անելու, իմ իրավունքները պաշտպանելու, ինձ պաշտպանելու համար։ Եթե ես այդ իրավունքները ունեմ եւ օգտվում եմ այդ իրավունքներից, որևէ մեկը իրավունք չունի ինձ որևէ ձևով գնահատական տալու այդ իմ գործողություններին։ Եթե հիմա Տիկին Սահակյանը ասի, որ ես այդ իրավունքները չեմ ունեցել եւ չարաշահել եմ, ես ներողություն կխնդրեմ, բայց ինչքան ես հասկանում եմ, ես այդ իրավունքները ունեմ եւ սահմանադրությամբ եւ քրեական դատավարության օրենսգրքով, ազգային ժողովի կանոնակարգով եւ նաեւ որոշ արդեն միջազգային պայմանագրերով դա ամրագրված է։ Եթե անդրադառնանք հայտարարությանը, որը պետք է դատարանում անեք, նշեցիք, որ քիչ անց կանեք, մի փոքր կմանրամասնեք։ Ես էությունը արդեն պատմեցի, ես ուզում եի պատմել այդ հայտարարության մեջ դատարանի կայացված որոշման մասին, ինչ հանգամանքներ են եղել, որ ես դատարանին դիմել եմ, նշել եմ, եւ ինչ հանգամանքները դատարանը իմանալով իմ դիմումը չի բավարարել։ Հիմա floor is yours.